Թամարա ջան, Թափանցիկ շշեր ֆիլմը քո առաջի ֆիլմն է, եթե չեմ սխալվում, ու այդ ֆիլմը դու նկարել ես Արամ Պաչալի համանուն պատմվածքի հիման վրա, եւ ինձ հետաքրքիր է, թե Արամը տեսել է այս ֆիլմը, թե չէ դեռ։ Արամը դեռ չի տեսել, խոստացել էի, որ պիտի ուղարկեմ, դեռ չեմ ուղարկել, բայց հա շուտով։ Նույնիսկ խոսում էինք, դու ինձ հուշեցիր, որ կարելի է իրան հրավիրել փառատոնին, մտածում եմ դրա մասին։ Դա ինձ թվում է դա շատ ճիշտ որոշում կլինի, բայց ինձ նաև հետաքրքիր է, թե դու ոնց ընտրեցիր հենց այդ գործը, որտեղ ինքը բավականին բարդ թեմա է բարձրացնում ու առաջի ֆիլմի համար դա բավական համարձակ քայլ էր։ Ոնց եղավ, որ դու այս պատմվածքը ընտրեցիր։ Իրական Պաչյանը եկավ մեր մոտ դասի, տենց բաց դաս էր, մենք սկսեցինք քննարկել, շփվել բան, ու ես այդ ժամանակ երկու գործի մեջ էի, էլի տատանվում Արմեն Շեկոյանի վագոնից թռչելու ժամանակը ու Արամ Պաչյանի Թափանցիկ շշերը, արդեն այդ դասի վերջում քննարկումից հետո սենց ուղղակի վստահ դուրս եմ եկել։ Չհաշվենք այն փաստը, որ ինքը համել ինձ գիրք նվիրեց։ Այո, ես անպայման տվեցի, ինքը ստորագրեց բան։ Ու ես տենց այդ օրը սենց վստահ որոշեցի, որ չգնալու Թափանցիկ շշերը նկարեմ, որտեղ թեման էլ ինձ շատ հարազատ էր։ Իրականում հաշվառնելով պատմվածքը, հա, հենց օրիգինալ գործը, այդ պատմվածքի մեջ ոնց որ երեխայի տեսանկյունն է, թե պատմվածքի մեջ ուղղակի հայ երեխան պատմում է ինչա կատարվում իր շուրջը, որ հայրը հարբեցող է։ Բայց քո ֆիլմի լուծումները շատ տակտիկ են համատեքստում, որովհետև դու օգտագործել ես ոնց որ կինո լեզվի բոլոր գործիքները այն համատեքստում, որ քո մոտ ստացվել է, որ հերոսը արդեն մեծացած հետևում է եւ վերհիշում է այդ ամեն ինչը, եւ այդ լուծումը ոնց ես դու որոշել, ինչ-որ հուշում կար, թե դա տեքստից պատմվածքը, երբ որ ես պատմվածքը կարդում էի, մոտ տպավորություններ, որ մեկ մեծ է, մեկ փոքր է, բայց իրականում Պաչյանի հետ էլ որ զրուցում էինք, ինքը ասաց, որ դրի, այսինքն փոքր ժամանակվա Արամի մտածմունքներն են, բայց ինձ տեքստը անդադ հուշում էր, որ ստեղ ոնց որ երկու հոգու դիալոգ լինի իրար մեջ, ու ես որոշեցի, որ ինքը հենց տենց պետքա մեծ Արամը ներկա լինի այդ ամեն ինչի մեջ, երբեմն հիշի, երբեմն ինքը հենց ներկա լինի, դրա համար կան տեսարաններ, որ ինքը ոչ միայն հիշում է, ինքը հենց այդ բոլորի հետ սենյակում նստած հետևում է այդ ամեն ինչին։ Բայց իրական հետաքրքիր բան ասեմ, այդ լուծումը, ինչքան որ ինքը լավն էր, այդքանով ինքը մի քիչ խաբուսիկ էր այդ իմաստով, որովհետև որոշ նայել ենք մեր թիմի անդամների հետ եւ որոշները մտածին, որ դա մեծ աղբերն է, բայց ես միանգամից հասկացա, որ դա ոնց որ հենց հերոսն է, բայց վերհիշում է, էլի։ Իրական դիտեց կարծիք լսել ես, որ հա, այտենց կեսը այտենց մարդիկ ովքեր նայել են, բաժանվում են երկու մասի, էլի, որ ասում մի անգամից ասում են, այս նույն մարդն է բան, ու կեսը որ այն ամենավերջին տեսանի ժամանակ, երբ որ ինքը գրկում է իրան, փոքր ժամանակ, ասում են, չաղբերներ ուրեմն, այսքան ժամանակ սխալ էինք հասկացել, բայց իրականում չէ, նույն մարդն էր։ Լուծումը շատ լավն էր ու իրական որոշ չափով թերապևտիկ ինչ-որ մոտեցում էր, որտեղ օրինակի համար հոգեբանները խորանում են հենց փորձում են գտնել այդ մանկական տրավման եւ իր հետ աշխատեն, քո ֆիլմը հաստատի հենց դա է ստացվում, էլի կոպիտ իմաստով, որ մարդը վերահիշում է եւ փորձում է ոնց որ առնչվի այդ տրավմայի հետ, էլի։ Ու իրական կներես, էլի դա շատ անձնական հարց է, բայց ինձ հետաքրքիր է, թե ինչքանով քո համար ակտուալ է ոչ թե այդ թեման, հենց այդ տրավմայի վերհիշումը եւ վերապրումը, որովհետեւ շատ հաճախ ռեժիսորների համար ֆիլմը դա ինչ-որ թերապևտիկ բնույթ կրող։ Հա, բոլոր ֆիլմերից, բոլոր իմ ստեղծագործությունները տենց են, բայց ինքը թեման այդ ամենա արծարծվող թեման ինքը հարբեցողությունն է, որ ընտանիքի անդամները փորձում են բախվեն ու լուծեն հոր հարբեցողությունը, որ ընտանիքի կյանքի առօրյա կյանքի վրա շատ չազդի, բայց իրականում իմ համար այդ հոր եւ որդու հարաբերություններն էին կիզակետում ու Պաչյանի հետ զրույցի ընթացքում էլ մենք երբ որ քննարկում էինք լսարանը տենց ամբողջովին կենտրոնացած էր այդ հարբեցողության իր դժվարությունների վրա, մենակ ես մտածում էի, որ ոնց որ ինքը ավելի շատ հոր եւ որդու սիրո մասին է ու իմ մոտ դրանից է եկել, որովհետև տենց ես ու պապաս էլ շատ ժամանակ ինչ-որ կոնֆլիկտներ ունենք իրար հետ ու իմ համար էլ ինչ-որ ընթացքում ոնց որ բավականին երկար տևեց, որ ես ուղղակի ընդունեմ, որ
մենք նույն տեղից ենք, նույն մարդն ենք, ես Իրանից եմ սերում ու ես ուղղակի չեմ կարա չընդունեմ կամ հրաժարվեմ, ինչ որ թեկուզ կոնֆլիկտը շատ փոքր ա եղել կամ ինչ որ ընթացքային փոքր կոնֆլիկտներ են եղել, բայց իմ համար միշտ sense շատ կարևոր ա էլի եղել, դրա համար տենց այդ պատմվածքը ընտրեցի ու դրա շուրջ սկսեցի կառուցել։ Ու մի հարց էլի ինձ շատ ակրկիր է դա գրական հիմք ունի քո ֆիլմը, դե գրականությունը ինքը ոնց որ վերբալ արվեստ է, իսկ դու վիզուալի մեջ ընդհանրապես քո ֆիլմում երկխոսություն եւ դիալոգ չկա առհասարակ, այդ որոշման դու ոնց ես եկել, որտեղ ամեն ինչ հասկացվում է, դու ամեն ինչ ընկալում ես, ընդհանրապես պատմությունն ընկալվում է, բայց ընդհանրապես խոսք չկա, ինչի դու որոշեցիր այդ ուղով գնաց։ Արտուր, որ ասեմ, sense եկան նստեցի ասի, օքեյ, ուրեմն այս ֆիլմը նկարելու եմ առանց երկխոսությունների, բան չէ, պատմվածքը կարդալուց ինքնին տեքստը ոնց որ ինձ դրթեց, որ կենտրոնանամ զգացմունքների, հիշողությունների, ավելի շատ այդ էմոցիաների վրա, քան երկխոսությունների։ Բայց ամեն դեպքում դա ստացվել է վիզուալում։ Օ, մերսի։ Մերսի։ Ինձ կարծում եմ, որ ավելի շատ ժամանակ ունենայինք ու տենց տեխնիկապես հասցնեինք, որովհետև օրինակ օպերատորից հետ մի օր առաջ եմ էլի խոսացել ու այդ ամեն ինչը ես թվում ավելի լավ ամեն ինչ կստացվի, բայց ունենք այն ինչը։ Սա քո առաջին ֆիլմն է։ Սա իմ առաջին ֆիլմն է։ Երկրորդին սպասել եմ։ Երկրորդը նկարահանումները ավարտված են, մարտին ավարտվել են, էլի մեր ժամանակակից գրողներից մեկի, Աշոտ Ստեփանյանի Արևիկ պատմվածքի մոտիվներով եմ գրել սցենարը ու նկարել ենք, մոնտաժը շուտով կսկսենք։ Շատ ակտիվ է որ ժամանակակից գրողների գործերն ես ոնց որ էկրանը։ Հա, որովհետև այնքան լավ գրողներ ունենք ու այնքան քիչ են, գուցե քիչ չեն կարդում, բայց չգիտեմ, ես շատ չեմ հանդիպել մարդկանց, որ նույնիսկ գիտեն, որ ունենք ժամանակակից գրողներ, էլի։ Շատ լավ են, շատ հետաքրքիր են գրում ու հիմիկվա խնդիրները բարձրացնելով, նույնիսկ եթե չգիտեմ, ինչ խնդիր չի բարձր, օրինակ Աշոտի ձեռագիր ինձ շատ է դուր գալիս, էլի, եթե նույնիսկ ինչ-որ տենց խնդրի մասին չի գրվում, ինքը շատ մարդկային բաների մասին է գրվում, ու տենց հայ ես շատ եմ սիրում մեր ժամանակակից գրողներին ու ինչքան հնարավոր եղավ, ապագայում էլ փորձելու եմ իրանց նյութերը վերցնելու ֆիլմեր։ Առաքելությունը։ Չէ, բնականաբար իմ առանձին լավ, ես որպես հեղինակ գրում եմ սցենարներ, հիմա էլ մեկ ընթացքի մեջ է, բայց անպայման շարունակելու եմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։